մարտի 3-ին հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Սուրբ Վարդանանց հիշատակը։ Տոնի առիթով մեր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Վարդանանք ասելով մեր ժողովուրդն ու եկեղեցին հասկանում են այն 1036 Սուրբ նահատակներին, ովքեր սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ 451 թվականին Ավարայրի դաշտում մղած անհավասար մարտում իրենց կյանքն ընծայաբերեցին վասն հավատի եւ հայրենյաց։ Այսօր հայ եկեղեցին նշեց նաև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ամանակոչության տոնը։ Այս առիթով Մայրավանքում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հայրապետական մաղթանք։ Այնուհետ Էջմիածնի հայորդաց տանը Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Երևանի պետական համալսարանի ուսանողներին իր մաղթանքն ու պատգամը բերեց ամենայն հայոց հայրապետը։ Որ ճշմարտությամբ միացյալ են սիրուն Քրիստոսի հոգվույն աչոք տեսանե հստակ լույսն ճարագայթից իմանալի արեգական։ Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ սիրելիներ, որ համախմբվել եք հանդիսավոր միջոցառմամբ նշելու Սրբոց Վարդանանց տոնը։ Գոհունակություն է մեզ համար, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի եւ առաջին անգամ Երևանի պետական համալսարանի սաներ դասախոսների առաջնորդությամբ իրենց միասնական մասնակցությամբ պիտի շուք հաղորդեն այս հանդիսությանը։ Այս առիթով մեր գնահատանքի խոսքն ենք ուղղում Երևանի պետական համալսարանի հարգարժան ռեկտորին եւ ռեկտորատի բարեջան անդամներին, Գևորգյան ճեմարանի տեսչին եւ տեսչությանը, սիրելի դասախոսներին, ուսաներին, բոլորիդ շնորհավորելով Վարդանանց ազգային մեծ տոնի եւ ձեր անվանակոչության առիթով։ Սիրելի զավակներ մեր, այսօր հոգու խնդությամբ ենք նշում տոնը Սրբոց Վարդանանց, ովքեր խիզախության ու անձնորացության, հայրենյաց սիրո ու պայծառ հավատքի մեծագույն օրինակը տվեցին հավատավոր մեր ժողովրդին։ Մեր պատմությունը հաճախ է գրվել նահատակների ու մարտիրոսների արյամբ, սակայն նրանց քաջագործությամբ է, որ հարատևել է մեր ազգը, փորձություններ հաղթահարել եւ շենացրել իր հայրենիքն ու եկեղեցին։ Կան հաղթանակներ, որոնք հավերժի խորհրդով են դրոշմված եւ նման Քրիստոսի խաչակրության բերում են հարություն ու կյանք, ոգեշնչում, անկոտրում ոգի եւ զորացող քաջություն ազգին։ Վարդանանց այսօրինակ սխրանքն է, որ պայքարների ու մակարումների մեջ ազգիս հայոց եղավ հառնելու եւ հայրենաշեն ու ազգաշահ գործեր կերտելու անսպար ոգեշնչում։ Դժվարությունների մեջ եղավ հավատքի եւ հույսի լուսաբար փարոս ու նորանոր մեծ հաղթանակների առաջնորդեց մեր ժողովրդին։ Ավետարանի համար կյանքը տալու Քրիստոսի պատվերը, որ իրագործված ենք տեսնում Սուրբ Վարդանանց հերոսության մեջ, պատվեր է յուրաքանչյուր մարդու, նաև ողջ աշխարհին, հոգևորը կարևորելու, բարձր արժեքներով առաջնորդվելու, որով միայն մարդը կարող է փրկել ու ապրեցնել իր անձը, իր նվիրական հայրենիքը, իր սիրելի ժողովրդին։ Մեր ազգի ուժը առաքելահաստատ հավատքի մեջ է, որ լուսաբար է հայորդյաց հոգիներում մեր Սուրբ եկեղեցու հովանու ներքո։ Դարեր շարունակ աննկուն հավատքով եւ հոգու զորությամբ է հարատևել մեր ժողովուրդը։ Հոգևորն է եղել այն հիմքն ու վեմը, որի վրա հաստատուն են մնացել մեր ինքնությունը, մշակույթը, ազգային գիտակցությունը, որոնցով պայքարել ենք ու հերոսացել հանուն հայրենիքի ու հավատքի, հանուն մեր պետականության հաստատման ու առաջընթացի։ Քրիստոսասեր մեր ժողովուրդը
հոգու անպարտելիությամբ է հարատևել, քանզի մարմինը կարող է եւ պարտվել, բայց ոչ ոք չի կարող պարտության մատնել հավատավոր հոգին։ Այս համոզումով է, որ եկեղեցական այրերը եւ նախարարները պատասխան գրեցին հավատափոխություն եւ ուրացում պարտադրող թշնամուն ասելով. հայսմ հավատոց զմեզ ոչ ոք կարե խախտել, ավասիկ կամք զբոլոր մարմինս տվյալ իձերս քո, վաղվաղակի արա զինչ եւ կամիս, իքեն տանջանք եւ իմենջ հանձնառությունք։ Այս համոզումով է, որ իր հավատն ու եկեղեցին պաշտպանելու եղած ժողովուրդը ձայնում էր. նախ զմեր պարանոցս հատեք եւ ապա եկեղեցին ձեռնարկեցեք։ Պատմության ընթացքներում մեր ժողովրդի հերոսական պայքարներին ականատես թշնամիները հասկանում էին, որ հայ ժողովրդին անհնար է հաղթել ու ընկճել, քանի դեռ զորավոր է նրա հավատքը, քանի դեռ հայոց հոգում փայլում է նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Քրիստոս եւ նրա սուրբ եկեղեցին, ու ջանում էին տկարացնել հավատքի զորությունը հայոց։ Ցավով ենք անդրադառնում, որ այսօր չեն դադարել մեր ժողովրդին իր հայրենական սրբություններից, ազգային ինքնագիտակցությունից զրկելու փորձերը եւ նույն կերպ շարունակում են հարվածներ ուղղել դեպի հայոց հավատքի անառիկ ամրոցը։ Հնորյա թշնամիների պես շատերն են փորձում նաեւ մեր օրերում հարձակվել եկեղեցու վրա, աղճատել հայոց բյուրեղյա հավատքը, որպիսի թուլանա ու տկարանա մեր ազգը, կորցնի վճռականությունը ապրելու ու պայքարելու վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Աղանդավորական կազմակերպություններ եւ օտար գաղափարախոսություններ փորձում են քարկոծել հայոց գիտությունը, դպրությունն ու մշակույթը մեր ազգի ու հայրենյաց զորությունը դարերի հոլովույթում պահպանած ու պաշտպանած առաքելական մեր սուրբ եկեղեցին։ Եվ եթե հնում օտարներն էին չարահնար հարձակումներ գործում մեր հավատքի, մեր եկեղեցու վրա, ապա այսօր այդ սրբապղծությունը ջանում են իրականացնել նաև ձեռամբ հայորդիների, աղանդավորների թակարդն ընկած մոլորյալների եւ կամ սրբություն չանդուրժող անձերի, ինչպես նաև վայ մտավորականների։ Վստահ ենք, որ պատմությունը արդարեցիորեն դատապարտելու եւ խարանելու է այդպիսիներին, ինչպես դատապարտվել են մատնիչներն ու ուրացողները։ Վարդանանց պայքարի ելած բարեպաշտ մեր նախնիկ բարձրաձայնում են, որ Աստվածաշնոր հավատքը անբաժանելի է Սուրբ եկեղեցուց։ Մեզ իբրև հայր ճանաչում ենք Սուրբ Ավետարանը եւ մայր առաքելական Սուրբ եկեղեցին։ Այո, սրբություն է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված հայոց Սուրբ եկեղեցին, ազգային մեծագույն սրբություն, եւ մայրն է հավատավոր մեր ժողովրդի, որ սնում է իր զավակներին երկնապարգև օրհնություններով ու շնորհներով, հաստատելով հավատքը բարեպաշտ հոգիներում մեր զավակների։ Սիրելիներ, Վարդանանց հերոսությունը մեզ համար միայն պատմություն կամ հիշողություն չէ, այն կենթանի խորհրդանիշ է բարու պայքարի, որը միշտ պիտի մղենք, ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու մեր հայրենիքի անսասանության, մեր պետականության զորացման, մեր Սուրբ եկեղեցու պայծառության, մեր սրբազան արժեքների պահպանության համար։ Թող Տերը սրբոց Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, իր բյուր շնորհները սփռի համայն մարդկության վրա ու պահպանի մեզ ամենքիս իր սուրբ աչքի ամենախնամ հովանու ներքո
սխրանքի ու արիության ոգու մեջ, որպեսզի Սուրբ Վարդանի խոսքով երբեք մեր քաջությանը վատություն չխառնենք։ Շնորհք, ողորմություն, խաղաղություն Աստուծո Հորե եւ իդյարնե մեր Մե Հիսուսե Քրիստոսե ճշմարտությամբ եւ սիրով եղիցին ընձեզ եւ ընդհանրեսյան ամեն։